Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, ողջույն, պարոն Օրդուխանյան, Պուտինի հետ զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ հայտարարություն արեց, վարչապետն ասում էր Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումների հետևանքով ԵՏՄ-ի ճակատագիրն է կասկածի տակ, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ պրոբլեմը Հայաստանին է, բայց այդ պրոբլեմը Հայաստանին չէ, դա ԵՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է ԵՏՄ-ն կատվածար է, չի աշխատում, եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը, իսկ հարցն այն է, որ Պուտինը պետք է վերացնի Հայաստանի դեմ պատժամիջոցները, արդյոք կանի դա։ Դե ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները քաղաքական ազդեցության լծակի տեսքով են գործածվում եւ դրանք խոշոր հաշվով ուղղված են Հայաստանի կողմից ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու դեմ, հասկանալով, որ տնտեսական կախվածություն գոյություն ունի, բնականաբար մեր տնտեսվարողների մեծ մասը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը ռուսաստանյան շուկայի հետ է աշխատում, ապա այդ սահմանափակումները պարզ է, որ ստեղծելու են ըստ էության այնպիսի պատկեր, որ դժվարացնեն Հայաստանի տնտեսական կենսագործունեությունը, թեև Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև իրավունքների տեսանկյունից պատշաճ կերպով նախորդիվ եւ ըստ այմ նաև այս ընթացքում աշխատում է եւ կատարում է իր պարտականությունները, բազմաթիվ հայտարարություններ են եղել, որ Հայաստանը այս իրավիճակում եւ այսօր նման խնդիր չի դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու, թեև մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից չկան արձագանքներ եւ սա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ն տնտեսական իրավահարաբերությունների հավասարության վրա ձևավորված կառույց չէ, այլ ինչպես Այսինքն Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հարցն է դարձել սա, հա։ Դե եթե խոսվում է ԵԱՏՄ-ի մասին, դա միայն Ռուսաստան եւ Հայաստան չէ, բայց մենք տեսնում ենք, որ այս շրջանակներում նույնիսկ ստանձնած իրավահարաբերությունների փոխադարձության սկզբունքը չի ապահովվում, որովհետև դրանք ուղղակի պատրվակներ են այդ ապրանքների հետ կապված, պարզ է արդեն ասացի քաղաքական որպես լծակներ ազդեցության։ ԵԱՏՄ-ի վերջը կլինի թե չի լինի ցույց կտա ժամանակը, բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այն պայծ սկսած երբ տեսնի, որ այս գործոնները ազդեցության լծակները ճնշման պակաս արդյունավետ են դառնում, դրանք կփոխարինի նորերով, իսկ եթե շարունակի ճակերտավոր արդյունավետությունը, ապա այնպես չէ, որ 1-2 օրում դրանք վերացնելու է։ Գուցե ինչ-որ ապրանքներից կվերացնի, մյուսների նկատմամբ կկիրառի այդպես էլի սկզբունքով, որպեսզի Հայաստանի կրկնում եմ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռման այս սկզբունքը դրանով փորձի թույլատրել եւ նաեւ հնարավորինս խանգարի Հայաստանի եվրոպական ինտեգրման հավակնություններին։ Եկեք հարցին մոտենանք Ռուսաստանին, ինչպես ասում են, լսենք Ռուսաստանին, հա, Կրեմլը Եմեն թշնամական կառույց է որակում, պարոն Օրդուխանյան, որը զինում է Ուկրաինային, ծանր սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ եւ ճիշտ ասեք, եթե Եվրոպական միությունը Եվրոպան չլիներ, Ուկրաինան քաշից զրկված կլիներ եւ բացառված չի ԱՄՆ-ի Ռուսաստանի բանակցությունների արդյունքում գնացած լիներ ինչ որ զիջումների, հա, բայց ԵՄ-ի Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային այսօր ջրի վրա պահող կարևոր գործոններից մեկն է։ Հիմա Հայաստանը մերձենում է այդ տնտեսական միության հետ, որը ակնհայտորեն նաև ռազմաքաղաքական կշիռ է ձեռք բերում։ Ռուսաստանը ասում է դուք մեր դաշնակիցն եք, հաշվի առեք մեր շահերը, դա մեր ռազմավարական անվտանգությանը վնաս է։ Մենք պետք է հաշվի առնենք Ռուսաստանի շահերը, իր մտածածին, թե հիմնավոր անվտանգային կարիքները կամ այսպես մտավախությունները, թե ոչ։ Կա նաև երկրորդ հարցը ձևակերպեմ եւ պատասխանեմ, իսկ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը, որպեսզի միակողմ, հա, հիմա ասենք այդ փոքրի սինդրոմով արդեն տառապում ենք, էլի, դարերով տառապում ենք եւ այդ մտակաղապարը նաև թույլ չի տվել, որպեսզի մեր պետությունը
մի քիչ առաջ նայի, ինքնուրույնության մասին մտածի եւ երբեմն մտածի այդ փոքրի սինդրոմը հաղթահարի եւ աշխարհի հետ կարողանա հնարավորինս փոխշահավետ հարաբերություններ ձևավորել։ Այնինչ տեղի է ունենում Ռուսաստան, ԵՄ, Ուկրաինա տիրույթում, դա վերաբերելի չէ Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերություններին իրականում, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները ունեն իրավապայմանագրային հիմքեր եւ այսօր Ռուսաստանը, որ այդպիսի քաղաքականություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, առաջին հերթին նաեւ անտեսում է այդ իրավապայմանագրային հիմքերը, որոնք որ ժամանակին ստորագրել է։ Ռուսների ասածները մերձենում եք մեր թշնամու հետ։ Կողմնորոշվեք կամ դե հիմա ես ասեմ հետեւյալը, որ Ռուսաստանը շատ բան կարող է ասել եւ պարզ է դրա հիմքում աշխարհաքաղաքական իր հավակնություններն են, բայց եթե Ռուսաստանին խանգարում է, որ Եվրոպական միությունը աջակցում է Ուկրաինային, դա չի նշանակում, որ այդ հանգամանքը պետք է կիրառի Հայաստանի դեմ ճնշումներ բանեցնելով, որովհետև Հայաստանն էլ փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, հավասարակշռել, տնտեսական նոր հնարավորություններ, էներգետիկ նոր հնարավորություններ, այդ թվում ռազմական համագործակցության տեսանկյունից նոր հնարավորություններ գտնել, որոնք կապահովեն քիչ թե շատ իր ինքնուրույնությունը եւ նաեւ կնվազեցնեն կախվածությունները։ Նման ձգտումներ ունենալը ցանկացած սուվերեն պետության առաջնային շահերի մեջ է մտնում։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունն էլ է ինքնիշխան պետություն, ապա շատ նորմալ է, որ Հայաստանի Հանրապետություն ունի նման հավակնություններ եւ անպայման շեշտեմ, որ Հայաստանի քաղաքականությունը արտաքին ամենևին այսպես ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Իրենք այդպես են հավանաբար։ Իրենք կարող են այդպես համարել, այո, իրենք դրա համար են ասում են բա մեր շահերը, ես դրա համար այդ հարցը ձևակերպեցի, բա մեր շահերը։ Այսինքն այս պետությունը շահեր չունի եւ պետք է միայն իրենց շահերի տիրույթում գործի եւ իրենց շահերը սպասարկի։ Եվ պարզ է, որ ԵԱՏՄ շրջանակներում կան նաև այլ պետություններ, որոնք նույնպես եվրոպական պետությունների առանձին պետությունների հետ փորձում են ռազմավարական համագործակցություններ հաստատել։ Ես նշեմ Ղազախստանի դեպքը Ֆրանսիայի հետ միջուկային, չէ, էներգետիկայի բնագավառում։ Հիմա արդյոք սա մարտահրավեր չէ նույն Ռուսաստանին, որ Ղազախստանը Ֆրանսիայի հետ փորձում է ինչ-որ միջուկային համագործակցություն ձևավորել, չէ՞ որ Ֆրանսիան էլ ԵՄ հիմնադիր պետություններից մեկն է, այնպես որ պարզ է Ռուսաստան ուղղակի չի սիրում, որ պետությունները, որոնք իր ազատության գոտում են եղել, փորձեն ինքնուրույն քաղաքականություն վարել, այսպես որոշակի քաղաքական խանդով է նայում եւ եթե ունի լծակներ ազդելու, փորձում է դրանք կիրարկել, ինչպես անում է այսօր Հայաստանի Հանրապետության պարագայում։ Բայց սա պետք է մեզ ավելի ամրապնդի այն տեսակետի մեջ, որ մեկ սուբյեկտից կախվածությունը մեզ լավ տեղ չի տանելու եւ ամրապնդի մեր այն տեսակետը, որ այն քաղաքականությունը, որ իրականացնում է պետությունը, նոր շուկաների փնտրտուքի, նոր գործընկերների որոնման տեսակյունից սա արդարացված է եւ նաեւ մեր տնտեսվարողներն էլ պետք է ձգտեն իրենց ապրանքների որակները բարձրացնել, որ մի շուկայից կախված չլինեն, մի ճանապարհից կախված չլինեն եւ եթե ունենան բազմաթիվ շուկաներ, բնականաբար իրենք էլ են դրանով անկախանալու որպես տնտեսվարողներ եւ ավելի շատ մեծ հեռանկարներ են ունենալու, քան այս պարագային որ կա։ Տեսեք, իսկ հանրաքվեի հարցը պետք է Հայաստանը այդպիսի հանրաքվե անի։ Ես ասեմ հետեւյալը, հա ինչու հենց հիմա հանրաքվեի հարցը այդպես հա հիշատակում են, փորձում են ստիպել անել։ Ստիպելու եւ վերջնագրի տրամաբանությամբ է Պուտինից հնչում ձեր կարծիքով։ Գիտեք ինչ, վերջնագիրը, երբ որ ինչ-որ մի ժամանակահատված է տրվում, պահանջ է ներկայացում, տրվում է ժամանակ այդ պահանջը կատարելու, եթե չի կատարվում, դրանից հետո տեղի են ունենում ինչ-որ վատ բաներ, հա։ Հիմա ես ասեմ, սա ըստ էության սա միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, որովհետև հանրաքվեի հարցը Հայաստանի Հանրապետության ներսում որոշվող հարց է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ինքը պետք է իմանա, որ պահին է հասունացած այդ խնդիրը, որպեսզի այդ հանրաքվեն կազմակերպի։ Այդ նույն բանն է, որ մենք հիմա էլ ասենք Ռուսաստանում կամ որևէ այլ երկրում դուք չգիտեմ, այս հարցի միա դուք արեք հանրաքվե արեք, հասկացեք Հայաստանը ԵԱՏՄ-ում պետքա թե պետք չի, կամ ՀԱՊԿ-ի մասով մտ հանրաքվե արեք, հասկացեք այդ ՀԱՊԿ արձագանքը, որ չեղավ, դա իրավաչափ էր, դա դաշնակցային հարաբերությունների պարտավորության մեջ էր, դրանից դուրս հասկանում եք նման պահանջներ ներկայացնել նշանակում է միջամտել այդ պետության ներքին կյանքին, բայց հիմա ասեմ ըստիս ինչու է Ռուսաստանը փորձում
շտապեցնել Հայաստանին այս հարցում, որովհետև ընտրությունների արդյունքում մենք տեսանք մի երևույթ, այսինքն եվրոպական ինտեգրման ստորագրահավաք կազմակերպած ուժերից որևէ մեկը խորհրդարան չի անցել։ Եվ հակառակը անցել են որպես փոքրամասնություն քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն, եւ սա լավ իրավիճակ է այս պայմաններում ստիպել է Արագետ հանրաքվեն կազմակերպել, հասկանալով, որ կա նաև քաղաքական ազդեցության լծակ այդ հանրաքվեն տապալելու տեսանկյունից, այսինքն հակաքարոզչության տեսանկյունից, որովհետև նրանք արդեն outsider են, չկան խորհրդանում, այդ ուժերը ներկայացված չեն, այդ ուժերից որևէ մեկը չի հաղթահարել նույնիսկ նվազագույն շեմը։ Այո, ես դա նկատի ունեմ, որովհետև այդ ուժերն էին, որ այդ օրակարգը քաղաքական, այսպես կենթանություն հաղորդեցին։ ԿՓ, որը այդ օրակարգը վերցրել է։ Հա, հասկանալի է, բայց ԿՊ-ի քաղաքականությունը այլ է, որովհետև որպես իշխանություն ինքը հավասարակշռման քաղաքականություն է տանում, բայց այդ ուժերի քաղաքական գիծը ամբողջությամբ եվրոպամետ ուղղվածության, քաղաքականության, գերակայությանն է ուղղված։ Գնանք, եթե մի քիչ պարզեցնենք, Ռուսաստանը շտապ պահանջում է հանրաքվե անել, այն հաշվարկով, որ ռուսամետները կտապալեն այդ հանրաքվեն եւ բացասական արդյունք կգրած։ Այո, եւ ասեմ ինչու, որովհետեւ տեսեք ինքը դրան զուգահեռ նաեւ այս ճնշումներն է կիրառում տնտեսության վրա։ Այսինքն եվրոպական ուղղությունը առաջին հերթին տնտեսական, չէ, հնարավորությունների մասին է, հիմա ինչ անում, ճնշում է տնտեսվարողներին, ենթադրենք անում են հանրաքվե, պարզ է, չէ, որ այդ մարդկանց մոտ կա որոշակի դժգոհություն եւ տապալման պոտենցիալը ստացվում է, եթե դա արագ է կազմակերպում, հավանականությունը դառնում է ավելի բարձր, հասկանալի որ թարմ շունչ է մտել խորհրդարան, ռուսամետության թարմ շունչ, իրենք պետք է այդ հակաքարոզը անեն, իշխանությունը 50 եւ ավել տոկոս չունի այսօր խորհրդարանում եւ այլն, այսինքն իրավիճակը ստեղծված կարող է նպաստավոր լինել հիմա դա անելուն։ Եթե օրինակ դա մնում է 1-2 տարի հետո, պարզ է, չէ, որ այն փոխադարձ համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել եվրոպական կողմի հետ տարբեր ոլորտներում, դրանք սկսելու են արդեն առարկայանալ։ Որքան առարկայանան, այնքան այլընտրանքներն են ավելանալու, որքան այդ այլընտրանքները ավելանան, այնքան եվրոպական ուղղության շուրջ հանրաքվեի այոյի հավանականությունը ավելի բարձրանալի է, որտեղ եթե այսօրվա տնտեսվարողը, որը ճնշվում է, վաղը եվրոպական շուկայում կարողացավ ինչ-որ ձևով 1-2 տարի հետո իր ապրանքը իրացնել, ինքը արդեն այդ հանրաքվեի պարագայում ընտրելու այդ նոր ուղղության օգտին եւ ոչ թե, այսինքն այդ ճնշումը դադարելու է ունենալ իր ազդեցությունը այնպիսին, ինչպիսին որ այս պահին է եւ հավանաբար սրանով է պայմանավորված այդ շտապողականությունը կամ պարտադրանքը։ Ինչպես նշեցինք, վերջնագիրը դա ենթադրում է ժամանակ, պահանջը կատարել, Նիկոլ Փաշինյանը սլաքներն ուղղում է ԵՏՄ-ի կողմ, որ եթե խնդիրները Հայաստանի չլուծվեն, կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը։ Այդ հասկանանք, որն է այդ վերջի սկիզբը ասվածը, հապկում սառեցված է Հայաստանի մասնակցությունը, թե իրավական այդպիսի կատեգորիա չկա, բայց որևէ բանի չի մասնակցում Հայաստանը անդամավճարներ չի տալիս, բայց չնայած դրան մեզ չեն հեռացնում մեր երկրին ԵՏՄ-ից, կարող են հեռացնել հապկից կներեք, հապկից կարող են հեռացնել, չեն հեռացնում, ԵՏՄ-ից չեն կարող հեռացնել եւ ինչպես բոլոր երկու միություններում կոնսենսուսով են հարցերը լուծվում, հա։ Ձեր կարծիքով սա փոքրիկ շանտաժի քայլ է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ եթե չեք ուզում կոնսենսուսներ չլինեն ԵՏՄ-ում եւ այլն, պետք է վերացնենք Հայաստանի դեմ պատժամիջոցները, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանի գլխավորությամբ 4 ԵՏՄ պետություն է Հայաստանին կոչ արել հարաքվե իրականացնել։ Արդյոք կարող են ռուսները Հայաստանի մասնակցությունը սառեցնել, Լավրովը այդպիսի բան ակնարկում էր, իրենք իրենց ազատ առևտուրը իրականացնեն, այսպես Հայաստանին լուսանցքային դարձնել, չգիտեմ, շարունակել պատժամիջոցները, ինչ կարող եք ասել։ Ես ասեմ հետեւյալը, որ իհարկե մեր կողմից արվող հայտարարությունները դրանք քաղաքական են եւ տրամադրությունները շոշափելու եւ հասկանալու համար, թե այդ խոսույթը, որը Ռուսաստանից կիրառվում է, որքան իրականանալու իրական ներուժ ունի եւ ոչ միայն խոսույթի մակարդակում է մնալու, բայց մի բան էլ կարող ենք նշել, որ Ռուսաստանի այս քաղաքականությունը, որը ուղղված է, ենթադրենք Հայաստան ԵՄ մերձեցման դեմ,
իրականում հակառակ էֆեկտն ունենում, ավելի շատ է նպաստում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ մերձենա, որովհետև եթե մի կողմը ճնշվում եւ սահմանափակվում է, ինքը պետք է փորձի գտնել, ավելի արագ գտնել այն այլընտրանքները, որոնք ենթադրենք կարող են եւ բացակայել։ Օրինակ, հիմա այս ապրանքների արտահանումը սահմանափակում է Ռուսաստանը տարբեր ինչ-որ սանիտարական պատճառաբանություններով, այս այլընտրանքային շուկաներ են, չէ՞, հիմա փնտրում։ Ինչ-որ հնարավորություններ են բացվել։ Ես չգիտեմ, ինչ ծավալներով այդ ապրանքը կգնա եւ կիրացվի այնտեղ, բայց եթե այդ սահմանափակումը չլիներ, այս այլընտրանքի որոնումն էլ չէր լինելու։ Այսինքն սա երկակի էֆեկտ ունեցող երևույթ է, բայց տնտեսական, այսպես հեռանկարները կանխատեսել այս շատ արագ փոփոխվող գլոբալ գործընթացներում բնականաբար 100%-ով հնարավոր չէ, բայց այնուամենայնիվ միտումները կարելի է տեսնել, ասեմ մի բան, Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է ԵԱՏՄ-ում, որ չունի ֆիզիկապես սահման մյուս որևէ այլ ԵԱՏՄ անդամ պետության հետ։ Հիմա սա լավ է թե վատ է, այս պարագայում ես կարծում եմ, որ լավ է, որտեղ այնուամենայնիվ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի կապը միշտ միջնորդ պետությունների տարածքով է տեղի ունենում։ Եվ մենք այս հանգամանքն էլ պետք է հաշվի առնենք, որ օրինակ Հայաստանին սահմանափակեցին։ Հիմա Ռուսաստանը բազմաթիվ սանկցիաների տակ է։ Հայաստանին արգելակեցին, չգիտեմ, սառեցրեցին։ Իրանք դրանից դուժելու են, թե չէ։ Մենք հիմա ադապտացվում ենք այս իրավիճակին, այսինքն մեր տնտեսվարողները ավելի վաղ են սկսել ադապտացվել այն իրավիճակին, որ իրենց այլընտրանքներ են պետք, քան ենթադրենք այն պայմանական պահը, երբ Ռուսաստանը կնախաձեռնի սառեցնել եւ այդ պարագայում մեր տնտեսվարողը արդեն այլընտրանքային ինչ-որ հնարավորություններ կունենա, բայց իրանք Հայաստանին այլընտրանքային հնարավորություններ ունենալու են, թե չէ։ Ադրբեջանը վստահաբար չի դառնալու ԵԱՏՄ անդամ այս կարճաժամկետ հեռանկարը, որտեղ Ադրբեջանի տնտեսական անկախությունն է այսօր ավելի շատ հնարավորություններ է տալիս համագործակցելու թե ԵԱՏՄ, թե ԵՄ, թե ոչ որևէ այսպես տնտեսական կառույցի անդամ հանդիսացող պետության հետ, քան այդ պարագայում այն սահմանափակումները, որոնք կարող են դրվել։ Տեսեք, մենք ԵԱՏՄ անդամ ենք դարձել, մեզ սահմանափակում են։ Հակառակը, մեզ պետք է հնարավորություններ տային։ Հիմա եթե մի կառույց իր անդամ պետության տնտեսական զարգացմանը խանգարում է, սահմանափակում է, արդյոք դա դառնում է գրավիչ այլ պետությունների համար, որ ձգտեն այդ անդամի այդ կառույցի անդամ դառնալ։ Այսինքն, երբ որ Փաշինյանը ասում է, որ սա կարող է լինել ԵԱՏՄ-ի վերջը, նկատի ունի հենց այս հարցի փիլիսոփայական կողմը։ Եթե պատկերացնում եք ԵՄ-ի շրջանակներում ԵՄ անդամ մի պետության տնտեսական ուրեմն հնարավորությունը քաղաքական նկրտումներից ելնելով սկսում են սահմանափակել, հիմա այդ պարագայում Հայաստանը կձգտեր դեպի Եվրոպական միություն կամ որևէ այլ պետություն։ Ոչ, այսինքն ցանկացած կառույց այդ գրավչությունը պետքա պահի, բայց քանի որ ԵԱՏՄ տրամաբանությունը դա Ռուսաստանի Դաշնության տրամաբանությունն է, ոչ թե բոլոր անդամ պետությունների արդյունքում ձևավորված ինչ-որ կոնսենսուսային տրամաբանություն։ Անդամ պետությանը կսահմանափակեք, այլով է ձգտելու գա, որովհետև ով որ գա գիտի, որ վաղը փորձի այլընտրանք ման գա, դուք իրան էլ եք սահմանափակելու։ Գնեք, թե ներքին հարցերը կոնսենսուսով լուծելու տրամաբանություն է նաև Փաշինյանը հաշվի առնում այդ վերջ գալու։ Ես հասկացա ձեր հարցը գրավչության մասն է, որ կկորցնի այլ երկրների համար, բայց նաև կա ԵՏՄ ներքին աշխատակարգ, որոշումներ են ընդունվում, չգիտեմ, նախորդ որոշումներն են վերահաստատվում եւ այլ սա նկատի կարող է ունենալ վարչապետը, թե չէ։ Այսինքն ներքին կոնսենսուսով լուծվի կառույցի աշխատանքը, այսպես ասենք, չգիտեմ, խոչընդոտվի Հայաստանի կոնսենսուսի բացակայության պատճառով, թե սա այդքան։ Ես այդպես չեմ կարծում, ասեմ ինչու, որտեղ եթե մենք նայում ենք խոչընդոտողին, այսօր փաստացի ԵԱՏՄ շրջանակներում ներքին աշխատանքին խոչընդոտողը ոչ թե Հայաստանն է, այլ ստացվում է Ռուսաստանն է, որը կիրառում է այդ ճնշումները, սահմանափակումները եւ արգելանքը Հայաստանի որպես ԵԱՏՄ անդամ պետության նկատմամբ։ Այսինքն մի այլ բան կլիներ, եթե բոլորով հավաքվեին, որոշեին, որ այս խանգարող գործոնի հարցը պետք է լուծել, բայց դա հասկանալի որ չի լինի, որտեղ Ռուսաստանի մասին է խոսքը, եւ այնուամենայնիվ ես համոզված եմ, որ այս պայմաններում ԵԱՏՄ-ն զարգացման հեռանկար չունի։ Զարգացման հեռանկար չունի նաև ԵՄ-ի հետ համեմատության տեսանկյունից։ Մի հատ հələ ֆինանսատնտեսական հնարավորությունները նայենք ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի։ Նայենք ԵՄ-ի քաղաքականությունը իր անդամ պետությունների նկատմամբ եւ նայենք ԵԱՏՄ բարագան։ Հիմա տեսեք, ասենք ԵԱՏՄ-ով հավաքվել են, ասում են դուք արագ
որոշեք, չէ՞։ Բայց այսօր Հայաստանը եթե այդ որոշումը չունի, այդ հանրաքվեն չի արել, Հայաստանը չի դադարել, չէ՞, լինել ԵԱՏՄ անդամ պետություն եւ Հայաստանը չի ասում, որ ես չեմ ուզում այլևս այս կառույցի շրջանակներում շարունակել իմ գործունեությունը կամ անդամակցությունը։ Այսինքն, այս պետությունները քաղաքական, տնտեսական այս բաները մի քիչ խառնում են եւ գերակայություն են տալիս քաղաքականին, եւ ես կարծում եմ, որ սա ավելի է ամրապնդում այս պայմաններում եվրոպական ուղղությունը։ Իհարկե դա այնպես չի, որ 1-2 տարում է լինելու, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք նույնիսկ կոնֆլիկտի պայմաններում, հիմա տեսեք, Եվրոպական միությունը անուղղակի կոնֆլիկտի մեջ է, որովհետև ինքն էլ է ուժեր կրել այդ սահմանափակելով ռուսական գազ եւ այլն, ամեն ինչ որ կա, ուկրաինական խնդիր, ինքն էլ կոնֆլիկտի անուղղակի կողմ է, ինքն էլ ունի շահեր, բայց այդ կառույցի ներսում մենք չենք տեսնում, չէ՞, փլուզման վիճակը, նախադրյալները եւ այլն, իսկ Ռուսաստանը, որը կոնֆլիկտ հրահրողն է ըստ էության եւ ներխուժողն է եղել դեպի Ուկրաինա, ինքը այն կառույցներում հակառակը պետք է հակված լինի հնարավորինս պահպանել, չէ՞ դա ամենը, որովհետեւ այնուամենայնիվ Հայաստանի միջոցով էլ է ինքը կարողանում ինչ-որ տնտեսական հարցեր լուծել այսօր, լինելով Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում, այդ գաղտնիք չէ թե ինչքան ապրանքներ Հայաստան են գալիս, հետո Հայաստանից գնում են Ռուսաստան եւ այլն։ Հիմա եթե այդ ամեն ինչը վերացվում է, այդ հնարավորություններից Ռուսաստանը չի տուժելու, այսինքն այդ հնարավորությունները, որ չլինեն, դրանք չեն ազդելու, բացասականորեն Ռուսաստանը։ Տեսեք, կա պնդում, որ Հայաստանը չարթարացված ռիսկ է գնում Ռուսաստանի հետ առճակատումից չխուսափելով եւ դեպի ԵՄ մերձեցումը շարունակելով ոչ թե Ռուսաստանի հետ առճակատում սադրելով, այլ չենթարկվելով Պուտինյան, այսպես պահանջին հանրաքվե արա, ըստ էության դա է, չէ՞, տեղի ունենում ԵՄ-ի անդամակցության մեկնարկ նախատեսող օրենքը չի չեղարկվել, այն մենք ինչ ենք ստանում, արդյոք մեր քաղաքացիները, մեր տնտեսվարողները որոշակի խնդիրների հանդիպելով, թեև ԵՄ-ն եւ Հայաստանի կառավարությունը այսպես խոստանում են դրանք լուծել, այդ զոհողությունը արժի ինչ-որ բան, ինչի արժի բան։ Նախ ինչու էլի պետքա Հայաստանին ինչ-որ մեկը ասի, պետություն կամ որևէ ղեկավար այլ պետության, թե դու այսպես կամ այնպես պետք է անես։ Ինչու։ Եվ ինչու պետքա Հայաստանում լինի այն տեսակետը, որ դուք հնչեցրել, այո, եթե մենք սա չենք անում, մեր համար վատ է լինելու։ Լավ, Հայաստանը իր դիրքորոշում իր տեսակետը չունի։ Փաշինյանն է մեղավոր այս դե նման պնդումները քաղաքական օպոնենտների հայտարարություններն են, հասկանալի է, դա լինելու է, ահագնանալու է, հեսա նոր խորհրդարան ենք ունենում այդ եւ խորհրդանում է լինելու այդ ամեն ինչը, սա պարզ է, բայց մի բան էլ է պարզ, որ մեր քաղաքացին, ընտրողը, տնտեսվարողը արդեն մի քանի ամիս շարունակ այդ իրողությունները իր վրա զգում է, այդ ճնշումները եւ այլն, եւ սա չի հասունացրել այն սոցիալական բունտը, որը ենթադրենք կարող էին կանխատեսել այդ թվում ընտրություններից առաջ այդ սահմանափակումները դնելով, դրանով փորձելով նաեւ ինչ-որ չափով ազդել ընտրության արդյունքների վրա։ Գիտեք, մեր տնտեսությունը այնքան մեծ չէ, որ նաեւ տույժը լինի այդքան մեծ հավասարաչափ եւ հետեւապես Հայաստանը, եթե մենք վերցնում ենք իր բնակչությամբ եւ շուկայի սպառման պոտենցիալով, եվրոպական որևէ պետության մի խոշոր քաղաքի բնակչության թվին է համապատասխանում եւ եթե մի պահ նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ ամբողջությամբ ամեն ինչ սահմանափակված է, բայց մեզ պետք է որ այդ տնտեսվարողը շարունակի աշխատել, եվրոպական կողմը, եթե տեսնում այդ հեռանկարը եւ նաեւ իր հայացքներում իր քաղաքականության մեջ շարունակում է մնալ հավատարիմ, բնականաբար աջակցելու է, պետք է աջակցի, պարտավոր է աջակցել Հայաստանին, որպեսզի այդ տնտեսվարողների գործունեությունը չկրի այն ակնկալվող ազդեցությունը, որը որ պատժամիջոցներով փորձում է Ռուսաստանը ունենալ Հայաստանի բարակ, այսինքն աջակցեն այդ բիզնեսներին, նրանց տեխնոլոգիաներ տան, նպաստեն, որպեսզի նրանց արտադրողականության եւ արտադրության ստացված վերջնարդյունքի որակը բարձրանա եւ դա դառնա մրցունակ նույն եվրոպական շուկայում, այսինքն հա, ես հասկացա, ընդդիմադիր տարբեր գործիչներ չեն թաքցնում, որ այդ ձեր ասած սոցիալական բունտը լավ տրիգեր կարող է լինել իշխանափոխության։ Կարծում եք կլինի։
Այսօրվա պայմաններում նման միտումներ չկան, նկատելի չեն, այսպես ասենք, հա, խոսք գնաց գազի, չէ՞ մասին, որովհետև եթե գազի հետ կապված խնդիրներ են ստեղծում, բնականաբար սա ավելի մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն տնտեսության, այլև տնտեսությունից զատ, նույնիսկ ամեն մի սովորական քաղաքացու վրա, որպես սոցիալական բունտ գեներացնելու ինչ-որ ազդեցության լծակ, բայց այսինքն փորձ կարվի գազի թանկացումով այդ բունտը դե ինչպես հայտնի դարձավ, մինչև տարեվերջ դա չի լինելու, բայց դե չբացառենք, որ հաջորդ տարի, որտեղ միտումը տանում է դրան, որ Ռուսաստանը հերթով բոլոր լծակները փորձելու է գործածել եւ դրան զուգահեռ հիմա խոսվում է Իրանի հետ կապված գազի նոր ինչ-որ տրամաբանության մասին, ծավալների մեծացման հետ կապված, այլընտրանքային այլ աղբյուրներ, էներգետիկ այլընտրանքների փնտրտուք եւ այլն։ Մենք տեսնում ենք Հայաստանը վերջին տարիներին էներգետիկ որոշակի դիվերսիֆիկացում է իրականացնում իր էներգետիկ հզորությունները բարձրացնելու, որքան արագ անեն այնքան լավ, որքան այդ նույնիսկ միջուկային էներգետիկայի ոլորտում այն ծրագրերը, նախատեսումները որ կան, որքան արագ դրանք ծրագրերից նախագծերից սկսենք կյանքի կոչվել, դրանք բնականաբար այն այլընտրանքներ են դառնալու, որոնք նաև թույլատնելու են այդ գազի ազդեցության գործոնը Հայաստանի վրա, բայց Իրանից կկրկնապատկվի, եթե հա, բայց ես այստեղ մի կարևոր շեշտադրում եմ ուզում անել։ Տեսեք, այդ Իրանից Հայաստան եկող գազատարը ռուսական կառավարմանն է հանձնված։ Հիմա ենթադրենք էական պայման է փոխվում։ Ծավալ է, չէ՞ փոխվում։ Արդյոք անհրաժեշտ չէ Հայաստանի մասին եմ խոսում, բարձրացնել հարց, որ մենք պետք է պայմանագրային ուրեմն կետերը վերանայենք։ Եվ այդ գազը, եթե ծավալով մեծանալու է, էլի մնալու է Ռուսաստանի կառավարման տակ, դա չի լինելու այն այլընտրանքը, որը մենք ուզում ենք ունենալ եւ որը մենք ուզեցել ենք ունենալ, բայց ինչպես տեղի ունեցավ 2000-ականներին գազատարը կառուցեցին, եկան տվեցին կառավարումը Ռուսաստանին։ Գազատար, որը պետք է այլընտրանք դառնար Հայաստանի համար, տվեցին այն երկրին, որից պետք է մենք, այո, հիմա ուզում ասեմ, իրավիճակ պետք է փոխվի, եթե մենք փոխում ենք ծավալը, դա ենթադրում է նոր իրողություն։ Նոր իրողության պայմաններում մենք պետք է նպատակադրված լինենք վերանայել այդ պայմանները եւ չթողնել դա ռուսական կառավարման տակ, դա պետքա լինի հայ, ուրեմն իրանական խողովակի մասին է խոսքը։ Խողովակը Իրանի պետք է վերադարձվի Հայաստանին։ Այո, պետք է վերադարձվի, որտեղ էական պայման է փոխվում եւ այս պայմաններում դա կարող է դառնալ մեր իրական այլընտրանքը։ Նույնիսկ այն պարագայում, եթե Ռուսաստան, իսկ եթե մենք այլընտրանք ունեցանք, հավատացած եղեք, Ռուսաստանը այլ այդքան չէ ձգտելու մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որովհետև հասկանալի որ դրանք ապարդյուն են լինելու, դրանք չեն ունենալու այն էֆեկտը, որոնք ունեն պարագայում, երբ որ դու լիակատար կախվածության մեջ ես, եւ հետեւաբար ինքը նաեւ չի հրաժարվելու իր այն տնտեսական շահույթից, որը ստանում է Հայաստանին գազ վաճառելով, Հայաստանից ապրանքներ ներկրելով իր շուկայում եւ այլն։ Այսինքն, որ մենք որքան դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, այդքան Ռուսաստանը ավելի է հակված լինելու Հայաստանի նկատմամբ այդ ճնշումները չկիրառել, որովհետեւ դրանք էական ազդեցություն չեն ունենալու։ Գազատարը վերադարձնել Հայաստան, եթե գազը թանկացնի, այո։ Ռուսաստանը այդ պայմաններում նկատի ունեք դուք։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Իրանականի մասին խոսքը, այո։ Գազը թանկացնելու դեպքում է պետք դա։ Ոչ, չէ, պարտադիր չի մենք սպասենք գազը կթանկ, ոչ։ Եթե մենք հիմա պայմանավորում ենք վերջնականորեն, որ ծավալը մեծանում է, այդ պայմանավորվածությունից սկսած կամ այդ պայմանավորվածությունների մեջ եւս մի կետ է ավելանում, որ այդ նոր գազատարի կառավարումը չի կարող փոխանցվել օրինակ երրորդ կողմի կամ առնվազն Ռուսաստանին, դա պետք է եթե Հայաստանում է, Հայաստանի կառավարման տակ լինի, բայց ստրատեգիական նշանակության հարց է սա։ Հիմա մենք բոլոր ստրատեգիական նշանակության կոմունիկացիա կլինի ցանկացած որևէ բան, եթե տալիս ենք երրորդ երկրներին, մեր պետության բա ստրատեգիան մեր պետության ձեռքում չպետք է լինի։ Իսկ այն գործիչները, որ ռուսամետ, այսպես ասենք, կողմնորոշմամբ են հանդես եկել, այսօր տարբեր քրեական գործերով անցնում են, հիմնականում մեղադրյալի կարգավիճակով, մեկը պետական դավաճանության, այն մյուսը խոշոր չափերի ապշտակություն, փողերի լվացում, պաշտոնական դիրքի չարաշահում եւ այլն, հա, իշխանազավթման կոչեր, սա կապ ունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարման հետ, արդյոք կարելի է այդպիսի պնդում անել, որ իշխանությունը փորձանում Ռուսաստանին ուղերձ տալ, որ քո քաղաքական, այսպես ազդեցության գործիքակազմը նույնը չենք թողնելու առնվազն։ Տեսեք, այս հարցերը մեր մոտ չէին ձևավորվի, եթե մենք ունենայինք կայացած արդարադատական համակարգ։
եւ այս բոլոր կասկածները, հարցադրումները, որոնք օբյեկտիվորեն առաջանում են մեր մոտ, դրանք ուղղակիորեն պայմանավորված են այն հանգամանքով, որ ցավոք սրտի մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում արդարական համակարգը չի կայացել այնպես, որ մենք որևէ նման երևույթի նկատմամբ այսպես կասկած չունենանք որպես հասարակություն եւ այլն եւ այլն։ Եվ սա նշանակում է առաջնային սա էլ է ռազմավարական խնդիր։ Պետության համար արդարադատական համակարգի կայացումը այդ ինստիտուտի ռազմավարական խնդիր է, որ դա չկարողանան շահարկել մյուսները քաղաքական նպատակներով, որակելով քաղաքական հետապնդում, ճնշում եւ այլն եւ այլն։ Իսկ թե դա կապ ունի թե չունի, ես կարծում եմ, որ ամեն ինչի մեջ էլ որոշակի կապ կա եւ եթե այդ գործոնը, այդ հանգամանքը այ խանգարում է այսօր արդեն Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին, հետևաբար ստեղծում է նման իրավիճակ։ Իսկ եթե մենք ունենայինք կայացած եւ ունենանք հուսանք շատ արագ արդարադատական ինստիտուտ, որը կունենա հանրային բարձր վստահելիության աստիճան, մեր մոտ էլ այդ հարցերը չեն առաջանա, որ այս կամ այն մարդուն, որին մեղադրանք է առաջադրվում, դա քաղաքական մոտիվ ունի թե չունի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Էմիլ Օրդոխանյան։